Պարոն Պողոսյան, ինչու է ձեր կառույցը այս հարցը հրապարակել Բակրատ Սրբազանի եւ մյուսների գործով։ Մոնտաժված։ Այո։ Այդ հարցին պատասխանեցի ազգային ժողովի պատգամավորի, նաեւ ՀՄԿ-ի հարցազրույցում եմ այդ մասին անդրադարձել։ Եթե դուք խոսում եք, ես գնամ։ Նախ նշեմ, որ ընդհանրապես օպերատիվ հետախուզական միջոցառումները կոնկրետ անձանց վերաբերյալ երբ որ իրականացրել են, դա տևել է ամիսներ շարունակ։ Ամիսներ շարունակ։ Այս ընթացքում ամիսներ օրինակ մարդիկ կենցաղային բնույթի խոսակցություններ են ունենում, խոսում են, չգիտեմ, իրանց հարևանից, բարեկամից, խոսում են ճաշ սարքելուց, չէ, կներեք միջև վերջ ավարտեմ, միջև վերջ ավարտեմ։ Եվ չէին կարող այդ ամիսներ շարունակ տևած խոսակցությունը մենք ընտրել ենք այն հատվածները, այսինքն ընտրել ենք այն ձեզ հարմար Դե հարմարը որն է, ընտրել ենք այն հատվածները, որոնք ըստ մեր խոսք գնում է Հայաստանի Հանրապետության Չէ, լսեք միջև վերջ։ Մոնտաժված եւ այլ բաներ։ Այս հարցին լա չեմ ավարտել։ Ընտրել ենք այն հատվածները, որտեղ ըստ մեր գնահատմամբ քրեական վարույթի համար ունեն նշանակություն ապացուցողական տեսանկյունից եւ մեր մեղադրանք հիմնավորելու տեսանկյունից։ Հետեւաբար պարտավոր էինք ոչ թե պետք է հրապարակենք, պարտավոր էինք մոնտաժել եւ բայց դա չի նշանակում, որ ամբողջական ձայնագրությունը արկա չէ, ամբողջական ձայնագրությունը արկա է, ամբողջական ձայնագրությունը հիմա դատարանում է եւ հույս ունեմ, որ այդ կհետազոտվի։ Ինչ վերաբերում է այդ գյուլելու հետ կապված դրվագին, նոր այդ հարցին նոր դարձյալ եւս մեկ անգամ նշել Այդ հայտարարությունը սկզբից նշեցին, որ այդ հայտարարությունը իրենք չեն կատարել, հետո նշեցին, որ այդ հայտարարությունը կատարել են, հետո նշեցին, որ չգիտեմ այդ հայտարարությունը ուղղված չէր, չգիտեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղղված էր, չգիտեմ Հիմա գիտեք ինչ, այնց հարցեր եք բարձրացնում, որ թե թիրախները ովքեր են գյուլելու թիրախները, կամ երբ պետք է գյուլեին, կամ որ պատի տակին պետք է գյուլեին այդ մարդկանց, դա պետք է իրանք ասեն, թող ասեն Հրապարակային դատաքննություն այդում թող ասեն ում պետք է գյուլեին։ Ես եղել եմ գյուլելու խոսակցություն, մենք այդ մասը հրապարակել ենք։ Հիմա ում պետք է գյուլեին, թող իրանք որոշեն ում պետք է Դատարանում կհետազոտվի բոլոր հարցերի պատասխանները կստանա, քանի որ գործով, այլևս առնվազն այդ անջատված դրվագով, օրենքով մենք վարույթ իրականացնող մարմինը դատարանը կորոշի, որ պահին ապացույցները ինչ հաջորդականությամբ կհետազոտվի, եթե հարցեր մնան, խնդրեմ, արդեն վարույթ իրականացնող մարմինը։ Դուք Աննա Վարդապետյանը ունեք լարված հարաբերություններ։ Բայց դուք ինչի որոշեցիք, որ մենք ունենք լարված հարաբերություններ։ Ես հարցնում եմ։ Ոչ։ Նորմալ աշխատանքային է։ Շատ նորմալ։ Պարոն Պողոսյան, երբ որ հանրահավաքներին պարտադրելու, մասնակցել պարտադրելու հոդվածով մեղադրանքի Բայց կխնդրեմ վերջի հարցը էլի, որովհետև ես արդեն շատ պատասխան Դուք ուղղակի բացի ՀՄԿ-ի տաղավարից մյուս տեղերին չեք։ Դրա համար եմ ստեղ կանգնել։ հանրահավաքներին պարտադրելու հետ կապված Մի վարքյան կներեք չլսեցի։ եք անցկացնում առաջնորդարաններում Մկրտիչ Սրբազանի մասնավորապես, օրինակ Միքայել Սրբազանի հետ կապված առաջնորդարանում գնացել էին, այնտեղ նշխարը տրորված բաներ տեսանք, հատվածներ տեսանք, որը բաներ արել, հավատացյալների հոգևոր զգացումներն էր ոտնահարել, բայց այդ էլ հələ մի կողմ թողնենք, Մկրտիչ Սրբազանի խուզարկությունից հետո հրապարակում են կադրեր դոլարների, եվրոների, ինչ որ արծաթե այդ ձուլակտոր եւ այլն, դա հանրահավաքին մասնակցելու հետ Ինչ առնչություն ունի, ընդհանրապես ինչի է այդ բանի հետ, մեղադրանքի հետ կապ չունեցող այդ ամեն ինչը նետում դաշտ է։ Ձեր ասած նետել դաշտը պայմանավորված է եղել, դուք նշեցիք, որ միայն այդ հոդվածով է վարույթ նախաձեռնել, ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Յուրացումով, այո, վարույթ ենք նախաձեռնել։ Հույս ունեմ բավարարված եք։ Յուրացման վարույթ է նախաձեռնվել, որ Դոլարը յուրացման հետ ինչ կապ ունի։ Բա յուրացնում են ինչ է։ Բանն են յուրացնում, նշխարն են յուրացնում են գումարը։ Դրա համար դե ճշտեք այդ մասը։ Չէ, գումարները յուրացում։